Կա յուտը, թեման, որը պետք է նախագծային աշխատանքի տեսքով ներկայացվի, մարդկության առջև ծառայված հիմնախնդիրներն։ Գլոբալացվող արդի հասարակությունում համընդհանուր ընդառնում ոչ միայն մարդկային արդյունքի արդյունքները, այլև մարդկային հանրության առջև ծառայված հիմնախնդիրները։ Գլոբալացումն իր հետ բերում է նաև կազմակերպված հանցավորության աճ։ Կարելի է ասել, որ գլոբալ տաքացումը երկրի միջին ջերմաստիճանի, որը հիմա կազմում է մոտավորապես 15 աստիճան ըստ Ցելսիուսի, բարձրացումն է, որը նկատելի է դեռ 15-րդ դարից։ Ջերմաստիճանի հնարավոր աճի հավանական չափը 21-րդ դարի ընթացքում կազմել է 1.1-ից 2.9 աստիճան ըստ Ցելսիուսի։ Ջերմաստիճանի գլոբալ աճի հետևանքով կարող են մի շարք աղետներ լինել, որոնցից մեկը օրինակ ծովի մակարդակի բարձրացումն է, ինչպես նաև կարող են մթնոլորտային տեղումների քանակները և բնույթները փոխվել, նաև մարդկության ուղեկցել են մարդու ձևավորումից ու դեռ շարունակվելու են։ Խոսքը միայն նրա մասին պետք է լինի, որ հետագա սերունդները կարողանան ինչ անել։ Խորհրդացնել։ Մենք չենք կարող վերացնել պատերազմը, որտեղ եթե կան երկու մարդ մի վայրում, նրանք նույն կարծիքը բոլոր հարցերի մասին չեն կարող ունենալ։ Բնականաբար հակամարտություններ լինում են։ Նաև դա վերաբերում է պետություններին։ Իսկ պատերազմի գլխավոր պատճառը ո՞րն է։ Տարածությունը տարածքով ազդեցություն գրավել։ Ազդեցություն Պահել բան պայմաններում շատ հաճախ թրաֆիքինգի ենթարկվում են նաև երեխաները եւ թրաֆիքինգը երբեմն սպառնում են կամ վախեցնում են մարդկանց, այս ամենը մարդու իրավունքների խախտում է, թրաֆիքինգը օրենքով արգելված է պատժելի եւ պատժելի հանցագործություն է, թրաֆիքինգը խախտում է մարդկանց հիմնարար իրավունքները եւ այդ իրավունքները պաշտպանելու համար միջազգային կազմակերպությունները փորձում են ամեն կերպ հարթել։